Ողջույն, եթերում Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է։ Եվ այսօր, ինչպես տեսնում եք, էլի գտնվում ենք նույն վայրում, որտեղ եւ անցյալ շաբաթ էինք։ Այո, որովհետեւ էլի մի հետաքրքիր մեքենա ունենք այսենց ճանապարհների համար նախատեսած։ Խնդրեմ։ GL 500 2010 թվականի արտադրության։ Ուրեմն GL-ը մոտավորապես կարելի ասել մեծացված ML-ն է։ Կարելի է այտենց ասել էլի։ Նման է ML-ին, բավականին երկար է, 7 տեղանոց է, լինում են նաև որ հետևի նստարան չի լինում, հետևի շարք չի լինում, այսինքն 5 տեղանոց է լինում, բայց նախատեսված է նաև 7 նստատեղի համար։ Բավականին գովում են այս մեքենան, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ արդեն ունեցողների խոսքերով ասում են բավականին շատ խնդիր ունեցող մեքենա է, տարատեսակ խնդիրներ, բայց համել միաժամանակ ասում են որակով է, հիմա ես պետք է հասկանանք էլի, սենց պետք է ընդհանուր ինֆորմացիան մարսենք ու հասկանանք, եթե շատ խնդիրներ ունի, որտեղ է իր որակը, եթե որակով է, ինչի շատ խնդիրներ ունի։ Ուրեմն, ամենաառաջինը, ինչքան ես հետաքրքրվեցի, հարց ու փորձ արեցի բանման, ուրեմն տերերը բողոքում են պնևմո կախոցներից, որովհետև այստեղ ուրեմն բաց տիպի պնևմո կախոցներ են ու շատ հաճախ կեղտոտվում է, մի քիչ էլ որ լավ տենց լավ չեն նայում, այսինքն շուշուտ չեն լվանում, պնևմոները բան չեն անում, շարքից շատ շուտ դուրս է գալիս, բայց հետո սենց մի այլ զանգվածել այս մեքենայից ունեցողների, ասում են եթե հաճախ լվանաս, ասենք գոնե, չգիտեմ, այդ ամառայինից ձմեռային անիվները փոխելուց ու հակառակը, այսինքն կես տարին մեկ մոտավորապես, եթե պնևմոները լվանաս, շատ երկար ծառայում է։ Այսինքն ստացվում է, որ պարզապես խնամք է պահանջում։ Ադապտիվ լուսարձակներ, բնականաբար քսենոնային, մեքենան բավականին լավ կոմպլեկտացիա է, լավ կոմպլեկտավորման է, օպցիաներով բավականին հագեցած է, այստեղ ամենալավ սրահի տարբերակն է, ունի ուրեմն 3 շարք նստատեղ, սա եւ հետևին է, հետևը նույնիսկ ունի պանորամա, բավականին մեծ բեռնախցիկ, այստեղ հետևը մոնիտորներով, հետևի նստողների համար, այս կոճակները ավտոմատ ծալում եւ բարձրացնում են այս հետևի նստարանները եւ այդքանով մեծացնում են բեռնախցիկի ծավալը։ Ուրեմն այստեղ մեզ մոտ ամենալավ տարբերակն է, ամենահզոր, իհարկե ամենաասվածը հարաբերականը, որովհետև կա նաև AMG, բայց ոչ AMG շարքի մեջ ամենահզորն է, այսինքն V8-ն է, 5.5 լիտր աշխատանքային ծավալն է, GL 500 ինդեքսով և 388 ձիավուշ հզորություն ունի, ինչը վատ չի մեքենայի համար, ճիշտ է, մեքենա շատ ծանր է, իսկապես բավականին ծանր է, բայց հանգիստ վարելու ու ինչ-որ մի կետից մյուս կետ տեղափոխվելու համար լավ է, վատ չի։ Այստեղ մի հատ խնդիր կա, փոխանցումատուփը 7G Tronic-ն է ու 7G Tronic-ից դրանից շատ են բողոքում։ Մանավանդ հիմա այս նոր 2012-ից հետո արդեն որոշակի ձևափոխումներ, կատարելագործումներ եղել են 7G Tronic-ի հետ կապված ու շատ բաներ, որոնք այստեղ կարող է խնդիր տան, այս 2012 ռեսթայլինգից հետո արդեն ասում են չեն տալի, չգիտեմ, բայց ամենայն դեպս էլի ամեն ինչը խնամքի խնդիր է, այսինքն եթե յուրաքանչյուր բան, եթե լավ խնամես, լավն է, եթե այս շարժիչն էլ լավ չխնամես, ինքն էլ է պրոբլեմատիկ, այնտեղ ցեպն է լոչվում, ատամիկներն է ծռվում, մի խոսքով սենց լիքը ջանջալ բաներ է լինում, բայց դա այն դեպքում բնականաբար եթե չես հետևում յուղին ու մի խոսքով լավ չես վերաբերվում մեքենային։ Ստեղ այսքանը Ասեմ իդեպ մեքենան էլի կրկին վերցրել ենք մեր ընկերներից Rent-A-Car Armenia-ից, նրանք շատ բարի են, որովհետև երևի մենակ իրանք են այդքան բարի, որ իրանց մեքենաները, թանկարժեք մեքենաները տալիս են ու կարողանում ենք դուրս գալ off-road ու լավ փորձարկել։ Դե լավ մի քիչ բնականաբար խղճով, բայց դե ամեն դեպքում ամեն մարդ չի էլի որ կտա, այնպես որ շնորհակալություն։ Հիմա անցնենք մի հատ սրահին։ Ուրեմն, ինչ ունենք սրահում ունենք, դե արդեն ծիծաղալու է, բայց էլեկտրական կառավարվող նստատեղեր։
Ինձ շատ դուր եկավ այս հատվածը, այս sense երկու հատ, որ մեծ sense բռնակ ունի, բավականին գեղեցիկ է ու sense լավն է։ Փոխանցումատուփը այստեղ է, փոխանցումատուփի բռնակը այստեղ, մենակ բաժակների տեղ ու տարատեսակ դարակներ։ Այ օրինակ ինչը դուրս չեկավ, որ ամբողջ սրահը սև է, բայց էլի ես այս վերջերս շատ եմ սկսել կենտրոնանալ այս առաստաղի վրա, որովհետև չեմ կարող ասեմ, sense ինչ-որ ներքին բան կա, էլի, որ անպայման ես միշտ ուզում եմ, որ այս առաստաղը սև լինի, որովհետև sense ուրիշ զգացողություն է տալիս, երբ որ սև է լինում։ Ու բարձր մոդելների վրա, այսինքն AMG 63-ի վրա հաստատ արդեն սև կլինի։ Լավ, վերջ, հիմա ուրեմն գնանք մի քիչ ասֆալտի վրա մի հատ փորձենք, sense մոտավորապես թեթև ոնց է զգում իրան մեքենան։ Հետո արդեն էլի կվերադառնանք այստեղ երանք ու մի քիչ էլ այս հողերի մեջ կփորձենք։ Գնանք։ Մեքենան մեջից, ասեմ, շատ հարմար է, շատ մեծ sense տարածություն ունի, տեսադաշտը շատ լավն է, պատուհանները sense մեծ, ոնց որ դրսից երևում է, հա, sense ինքը sense մեծոտ դանդալոշոտ։ Այ, տենց է ինքը ներսից, բայց այդ ամեն ինչը հարմար է, լավ է, որովհետև պատուհանները շատ մեծ են, sense տեսադաշտը ամեն ինչ տեսնում ես մի խոսքով, շատ լավն է։ Ինչն է շատ հետաքրքիր, որ 2010 թվականի է մեքենան, բայց ընդհանուր վիճակը սրահի շատ լավն է, ես շատ ավելի վատ էի պատկերացնում։ Օրինակ այս փայտերը նայեք, ամբողջովին sense մնացել է, կա։ Մենակ այս հատվածներն է մի քիչ խազվել, խամրել, բայց ընդհանուր նորմալ է, ոչ ճաք, ոչ բան, ղեկի վրայի կաշին մի քիչ հնացել է, բայց ընդհանուր ասենք կենտրոնական բարձակի կաշին շատ լավ վիճակում է, շատ գեղեցիկ։ Դե 10 թվականի արդեն 10 տարվա մեքենա է։ Շատ լավ է։ Երկու պանորամա ունի, մեկը ստեղ, մեկը աշխարհի ծերը։ Հա, թե մեջտեղը ինչի չկա, չգիտեմ։ Մեջտեղի նստողները, հա, չեն կարող վայելել։ Երևի պետք էլ չի, կամ դիմացինները պետքա վայելեն կամ ամենահետևինները։ Աուդիո համակարգից դե բնականա չեմ էլ խոսա, որովհետև 2010 թվականի աուդիո համակարգը առանձնապես տենց ինչ-որ յուրահատուկ ֆունկցիաներ չունի, ֆունկցիոնալությունը բնականաբար հիմիկվա արդեն մոդելների ու ընդհանրապես մեքենաների հետ համեմատ 0, բայց ունի հետևի տեսախցիկ հետընթաց գնալուց, ինչը շատ հարմար է, շատ լավ է, որովհետև այսքան մեծ մեքենան հետընթաց կատարելը բավականին բարդ կլիներ։ Ոխ, ինչ շոկ։ Կարող եմ մի քիչ կոնդիցիոներ միացնեմ, չես մրսի, չէ։ Ուրա ուժեղը, չէ, ուժեղ դնեմ, ձեն կհանի, չէ։ Ոյ, շտոք հապչում, այս ես իմ եփ եմ վերջին անգամ միացրել։ Կարող է հեսա սորի, չգիտեմ, հեսա թող մի քիչ կոմպրեսորը աշխատի, չէ, չի փչում։ Այ ինչ անենք։ Տակ հապչում։ Հա։ Այ ինչ անենք, որ հովանանք։ Որ մտնենք, ստե տեղ գիտես, մոտ այս տարածքում ես լավ ծանոթ չեմ, լավ էս ասես բարձանանք, գիտե տեսնենք մտնենք, ախ, ֆոտերս խաշվեց։ Ուրա անջատվի։ Հեսա մի տեղ մտնենք հատ ֆրիոն լցնենք, նոր շարունակենք, թե չէ ասես խաշվենք։ Մեքենան շատ ծանր է, բայց ված չի գնում են, որ քաղաքային պայմանների համար հերիք հասրանից ավել, դե առանձնապես պետք էլ չի։ Դե Mercedes է, ծանր Mercedes է։ Նորմալ է։ Լավ, մի վարքյան մի հատ մտնենք մեր ֆրիոն լցնենք, որովհետև հեսա կարող ասես ջուր լինեմ ու հեչ սիրուն չնայվի։ Բարև ձեզ։
ֆրեոն էլի լցնենք, ոնց որ վերջացել է, տաք ապճում այդ ֆրեոնից է, չէ։ Հա, վերջացել է ուրեմն, մեքենան վերջացնի, դե կնայենք։ Բա ինչ անենք, երկար կտևի։ Մի 10 րոպե, կարող վարսանակ վերև, սպասասարա, միջև վերջացնենք։ Ինչ անեմ, թողեմ ստե։ Առաջացեք, չէ, կանգնացեք մեքենան, բարձացեք։ Լավ, մերսի։ Վերջ։ Ահա, մերսի շատ։ Ամփոփցան։ Ահա, ստեսու, всё հիմա սառը փչում է, չէ։ Հա։ Ահա։ Սա մերսի շատ, ձեզ բարի օր։ Հաջողություն։ Մեքենան արտաքինից որ նայում ես, ինձ թվում է, օրինակ իմ ճաշակի, էլի։ Մարդիկ այդքանը չեն հավանի, որտեվ ճիշտ է, ինքը այդպես լյուքս, պրեմիում դասի քրոսովեր է, բայց մեկը ինչ որ անշուք է օրինակ իմ համար։ Ես այս արծաթագույնը տենց առանձնապես չեմ սիրում, որովհետև ինքը իմ կարծիքով մեքենաների մեջի ամենա հասարակ, ամենա աչքի չընկնող գույնն է։ Բայց չեք պատկերացնում ինչ հաճելի է, օրինակ այս մեքենան, սենց մեծ ապակիներով չմքեցված, սպիտակ։ Մի տեսակ շատ կլասիկ է, շատ սենց հանգիստ է, այն որ չես ուզում լուրջ եմ ասում, նույնիսկ 50-ից ավել այս մեքենան վարես։ Հիմա, ասենք, մայրուղու վրա ենք, եթե կարելի ասա մայրուղի համար էլի հարկ է, բայց մեկը չես ուզում արագ գնաս, որովհետև հաճելի չի։ Այս մեքենան սենց է հաճելի վարել։ Ու իսկականից հաճելի է։ Ինքը այսենց սենց վալսի տակ կարա սենց դանդաղ սենց բարի, հա, ոչ մի կտրուկ բան չի կարա անի, դու չես կարա անես, ոչ մի ագրեսիվություն թույլ չի տալիս, որովհետև ղեկը մոտավորապես կես սենց պտույտ պտտում ես, որ սենց փափուկ թեթև աչ գնա կամ ձախ, նույնն էլ գազի ոտնակը, նույնն էլ արգելակները։ Բայց մեկը հաճելի է։ Բեռնախցիկը բավականին մեծ է, իսկապես, որովհետև երրորդ շարք նստարան ունի, նստատեղեր ունի, այդ նստատեղերը ծալվում է, հələ երկրորդ շարքի նստատեղերն է կարողա ծալվեն։ Իսկապես մեծ է բեռնախցիկը, բավականին։ Ու այս մեքենան կարծում եմ շատ լավ է ընտանեկան, որպես ավտոմեքենա, մանավանդ մեծ ընտանիքներ ունեցող մարդկանց համար։ Ճիշտ է, մեզ մոտ մի քիչ երիտասարդներն են սիրում սենց մեծ ման մեքենաներ, մանավանդ տեսած կլինի քաղաքում հաստատ սև մեծ 63 AMG բան, հա, բավականին գեղեցիկ է բան, բայց ինձ թվում է մի քիչ էլի եմ ասում, ինքը այդքան էլ նպատակային չի երիտասարդների համար, էլի։ Մենակով այսքան տարածությունը ինչ ես անելու ու այդ մեծ բեռնախցիկը։ Այս երկու նստարաններն էլ որ ծալում ես, մոտավորապես 2100 լիտր տարողություն է ունենում բեռնախցիկը։ Ինչ ես անում։ Մեքենան ունի բավականին հետաքրքիր համակարգեր, ուրեմն ունի Distronic Plus, ինչ է իրենից ենթադրում Distronic-ը, ուրեմն դա cruise control-ն է, բայց ոչ թե սովորական cruise control, որ արագություն է պահում, այլ նաև հետևում է ճանապարհին, հետևում է մեքենաներին։ Distronic-ը ուրեմն մեքենա տեսնելուց, այսինքն արգելք տեսնելուց արագությունը գցում է մինչև համապատասխան արգելքի արագությունը, իսկ Distronic Plus-ը հերիք չի որ արագությունը գցում է, հետո եթե այդ տվյալ արգելքը, ասենք մեքենա է դուրս եկել, չգիտեմ, ասենք դուք 100 կմ/ժ արագությամբ գնում եք, ընթանում եք, մեկը դուրս է գալիս ձեր դիմացը, ասենք 50 կմ/ժ արագությամբ, մեքենան իջնում է 50, հետո եթե ինքը ձեր ճանապարհը ազատի կամ արագանա, Distronic Plus-ը էլի վերադարձնում է արագությունը մինչև ձեր դրած, ասենք, նույն 100 կմ/ժ։
Շատ հարմար է երկար ճանապարհներ գնալու համար։ Նստարանները բավականին հարմար են, որը էլի թույլ է տալիս երկար ճանապարհներ գնալ։ Օրինակ, այս մեքենայից ավելի շատ էի սպասում ավելի փափուկ նստարաններ, որովհետև պրեմիում դասի crossover-ի համար մի քիչ sense չորությունը բիզնես դասային նստարանոտ է, հա, այդ պնդությունը մոտավորապես հասկացաք, չէ՞։ Հա։ Բայց ինքը իր ընդհանուր այդ անատոմիան ճիշտ է, ստե կառուցված ու չի հոգնածնում երկար ճանապարհներին։ Իհարկե, այս մեքենային կան ալտերնատիվներ, էլի արտադրողներ կան, օրինակ, երբ արտադրում էր Mercedes-ը, հա, այս ժամանակահատվածում որպես sense premium դասի crossover Range Rover-ն էր, լուրջ մեքենա։ Range Rover Vogue-ներ, հետո դե Sport-ը, այս տիպի, այս ոճի մեքենաներ սիրողը ստիպված մենակ Range Rover-ներ էին առնում, որովհետև դե չկար ուրիշ բան։ Հետո սկսեցին GL արտադրել, շուկան sense մի քիչ մեծացավ, հետո արդեն նույն BMW-ն էլ միացավ այս վերջերս X7-ով, էլի նույն դասին են պատկանում։ Բոլորն էլ արժանի տեխնացուներ են, հա? Բոլորն էլ ունեն իրենց սիրահարները եւ ամեն մեկն էլ իր ինչ-որ մի բանում առավելա մյուսներից, ինչ-որ մի բանով զիջում է մի խոսքով։ Այսքանը կարծում եմ բավական է ասֆալտի հետ կապված։ Այ հիմա արդեն կմտնենք հողոտ ճանապարհներ, մի քիչ քարքարոտ ճանապարհներ, որ հասկանանք կոմֆորտը, մեքենայի կոմֆորտի աստիճանը քարքարոտ ճանապարհներում փոսերի մեջ։ Հիմա մտանք մի քիչ off-road ճանապարհ, այսինքն ասֆալտից դուրս եկանք։ Ասեմ ինչի, որովհետև դե GL-ը համ արտաճանապարհային է, համ այստեղ off-road փաթեթ է, այսինքն մեքենան մոտավորապես 30 սանտիմետրով բարձրանում է իր լուսաձեռքը, պատկերացնում եք 30 սանտիմետր, այսքան բարձրանում է։ Այս մեքենան շատերը համեմատում են Lexus LX 570-ի եւ նույն Toyota 200-ի հետ։ Նու այդ դասի մեքենաների։ Ու մենք հենց դրա համար հատուկ եկել ենք այն նույն ճանապարհը, որտեղ եւ անցյալ շաբաթ փորձարկում էինք այն երկու մեքենաները, Lexus-ը եւ Toyota-ն, եւ համել այստեղ բան ենք մոռացել, ձեռի հետ կվերցնենք։ Հիմա ոնց է, սա տիկ-տիկ հելնեմ, հլպասի։ Ասեք, բարձրանում ենք մի րոպե։ Դե հələ հելնում ենք համբերի։ Արա վարուն էր ասում 30 կարող է խափել էդի։ Հələ հելնում ենք, բասի։ Поднимается. Ոնց չէ, պետք է հելնի։ Հա բայց լուրջ չէ հելնում է։ Բաներից, այս լուսերից։ Հա մեկ երում է поднимается։ Հիմա սպասում ենք մեր մեքենան բարձրանա, հա։ Ուղղակի մի քիչ երկար սպասեցինք դրա համար, ասեցի գնանք։ Ոյ, բայց շատ չորացավ։ Զգացիք։ Իսկապես ահ։ Հիմա նայեք, ամենաբարձր ռեժիմում ենք, նենց է չորացել մեքենան, ոնց որ, ասենք, սպորտային մեքենայով մտածելն էինք ստեղ։ Ու ես հələ տենց մոտավորապես, եթե կարելի է սա ճանապարհ համարել, ճանապարհով ենք գնում, էլի։ Հողոտ ճանապարհով։ Չէ, այս մեքենայով հաստատ չարժի ասֆալտից դուրս գալ։ Լավ, եկեք մի քիչ իջացնենք, որովհետև սենց անհնարին է ուղղակի այս մեքենան վարել, թե չէ իսկապես շատ չոր է։ Ու կոմֆորտ ռեժիմով։ Չմոռանանք շնորհակալություն հայտնել Naco-Oil ընկերությանը իր մոթուլ ապրանքանիշով, որովհետև եթե նրանք չլինեին, մենք այսօր այստեղ չէինք լինի ու ընդհանրապես մեր հաղորդումները շատ հնարավոր է չլինեին, այնպես որ շնորհակալություն տակ։ Օրինակ տեսեք, այստեղ դեռ ղեկային համակարգը հիդրավլիկ է, այսինքն հեղուկով աշխատող է ղեկային համակարգը։ Իսկ արդեն ռեստայլինգի մոդ ձևափոխել են, վերափոխել են էլեկտրոնայինի։ Ոստեղ սենց շատ թեթև իհարկե, բայց զգացնել տալիս է, էլի, որ պետք է էլեկտրական լիներ, էլի, էլեկտրոնային։ Ասեմ ձեզ, նայեք, անընդհատ համեմատում, այդքան էլ համեմատելու չի իհարկե, էլի նույն Lexus-ի ու Toyota-ի հետ, բայց ինչի եմ անընդհատ համեմատում, որովհետև նախ նույն վայրում ենք, նույն ճանապարհով ենք գնում գալիս, ու շատերը էլի համեմատում են այդ մեքենաների հետ։ Այսինքն կարան ասեն, չգիտեմ, LX 570-ը ավելի լավն է, քան
GL 500-ը։ Ուզում եմ ասեմ այդ բոլոր մարդկանց, որ ոչ, շատ սխալվում եք։ Նույն ճանապարհով են գնում, նույն արագությամբ են գնում։ Այս մեքենայի մեջ կոմֆորտը անհամեմատելի է ուղղակի այն մյուս երկուսի հետ։ Դե Toyota լավ չեմ էլ համեմատում, Toyota-ի չեմ ասում։ Բայց Lexus-ի հետ նույնիսկ անհամեմատելի է, որովհետև թե փափկությունը, թե կառավարելիությունը, թե sense նենց հանգիստ ես նստած մնում մեքենայի մեջ։ Ես ուղղակի շատ sense էլի եմ ասում, մեծ փորձ չունեմ, sense off-road մեքենաների, բայց կարծում եմ սա այն ամենահարմարներից մեկն է։ Հիմա ինչքան էլ լավ համապատասխանացված մեքենա լինի off-road-ի համար, հաստատ նենց չի, որ GL-ը շատ կզիջի։ Lexus-ը հաստատ արդեն սրան է զիջում։ Ձայների առումով անհամեմատ ցածր են մեջի ձայները, այս քարքարոտ ճանապարհով գնալիս։ Բոլոր համակարգերը ունի այդ միջլիսեռային բլոկավորում, դիֆերենցիալի բլոկավորում, ընդհանուր կոշտ բլոկավորում ունի, սարից իջնելու, սար բարձրանալու համակարգեր, այդ օգնող համակարգերը։ Մեխանիկական կարելի ասել փոխարկիչների հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս բավականին ցածր աստիճաններով վարել նման ճանապարհներին։ Հասանք։ Հա մեկը ինչն է ուզում ասեի, այս բանալին, այս, ուրեմն W210, եդասից այս բանալիներն է գալիս, ինչի մի քիչ չեն փոխում։ Իհարկե այս վերջի մեքենաների վրա արդեն փոխված է, բայց շատ երկար տևեց այս բանալի կյանքը, ասենք համ A-դասի մոտ այս բանալիներն էին, C-դասի, E-դասի, ML, GL, G, բոլոր դասերի համար այս նույն բանալին էր գալիս ու բանալից չէիր հասկանում այդ լավ մեքենա ես քշում թե չէ։ Մի խոսքով։ Վերջ։ Այսքանը։ Բայց ոնց որ քիչ ենք ցեխոտել։ Դա ոչինչ, թանկա։ Դե ինչ, սա 2010 թվականի GL 500-ն էր, ես Տոշն եմ, սա Drive News-ն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Այ Drive News-ին, այդ ցիտիկի կադր էր պակասում։ Այ թե ինչն էր մեր խնդիրը։ Բույնուն ասի, չէ, պետք է լավ նկար։ Բա պետք է, բա իհարկե։ Աբե, մեր խորովածի տեղը ինչ որ չկա չոտը։ Կա, ճիշտ եմ էթում, հլեթ, հա։ Այ սենց բաներ ժողովուրդ չի կարելի օգտագործել։ Մի արեք։ Ու ընդհանրապես սենց բաների վաճառքն էլ է պետք կարգելել աշխարհում, գոնե Հայաստանում։